Ձեր անազգանունը կասեք։ Մարիաննա Զարգարյան, ես էլ եմ ծնող, ես էլ համարյա այդ տարիքի տղա ունեմ եւ աջակցություն երեխային եւ բոլոր ծնողներին։ Ինչպես եք տեղեկացել այս նստածույցի մասին։ Նստածույցի մասին Facebook-ով, իսկ այդ դեպքի մասին երեխայի հետ կապված այդ օրը Ծաղկազարդի օրը ես ընկերուս հետ պիտի գնայի հենց Սուրբ Աննա, բայց մի խոսքով փոխվեց պլանները, մենք ուրիշ եկեղեցի գնացինք, հետո իմացանք, որ տենց ինչ-որ սադրանք եւ այլն, չեմ ուզում մեկնաբանել դա, բայց ամեն դեպքում 18 տարեկան երեխա է եւ վատառողջ, ես համարում եմ, որ իշխանությունները պետք է այնքան հմուտ լինեն, որ եւ մեծահոգի, որ տարբերեն իրական հանցագործներին, սովորական մարդկանցից հատկապես երբ որ երեխա է, չի կարելի։ Դուք ճանաչում եք այդ ընտանիքին։ Չէ, չեմ ճանաչում ընտանիքին, չէ, բայց ըստ երևույթին շատ դե երեխա է 18 տարեկան էլի, ոնց կարելի է։ Ես էլ ունեմ այդ տարիքի համարյա տղա ու իրանք դե տարիքին բնորոշ լինում են շատ ավելի անզուսպ եւ տաքարյուն, դա բնական է, համենայն դեպս ես համարում եմ, որ պարտավոր են իրան ազատ արձակելու, չի կարելի։ Անգամ ասացիք, որ ձեր տարիքին է, հա, Դավիթ։ Այո։ Դուք մտավախություն ձեր տղայի տարիքին է, Դավիթ։ Այո։ Դուք մտավախություն ունեք, որ այն կարող է կրկնվող լինել նաև տանգել ձեր տղայի եւ մյուս 18-ամյաների սերնդակիցների։ Գիտեք ինչ, իհարկե ցանկալի չի։ Ես ունեմ մտավախություն, որովհետեւ պետք չի սադրանքի ենթարկել մարդկանց ամեն դեպքում։ Իհարկե շատ տհաճ է երևույթը, եղածը սխալ է, չեմ կարող ասել, որ ճիշտ բան են արել, բայց ամեն դեպքում, այո, իրանք ուրիշ փսիխիկա ունեն եւ շատ ավելի տաքարյուն են, քան մյուս մեծահասակներ, այսպես ասեմ։ Իշխանություններն ասում են, որ պետության ուղղված հարված է սա եւ պետք է պատժվի, վարչապետն էլ այդ մասին խոսել, ասել է, որ իր անվտանգությունը հսկում են եւ եթե այդ մարդը օրինակ չկանխեր կամ չփորձեր հարվածել տղային եւ պահպանել եւ անվտանգությունը, հենց այդ մարդուն կենթարկեին քրեական պատասխանատվություն, այսինքն ինքը գործն է արել եւ այլն։ Ես հասկանում եմ իշխանության ակնարկը, բայց այս հարցին չի վերաբերում հաստատ։ Նորից եմ կրկնում, հանցագործ չէ այդ երեխան ու պետք չի։ Ավելորդ է, հատկապես հիմա որ նախընտրական շրջան է, իր ռեյտինգը շատ լուրջ կտուժի, դե չգիտեմ, բայց ռեյտինգը մի կողմ դնենք։ Կարևորը որ երեխան ունի առողջական խնդիրներ եւ չգիտեմ, որպես ծնող, որպես հայր, որպես Հայաստանի, որպես հայ մարդ, ոնց են պատկերացնում, ինչի համար, եթե հանցագործ լիներ, ես իհարկե դեմ չէի լինի, բայց ընդամենը 18 տարեկան տաքարյուն երեխա է, որը որ ինչ-որ իրան փորձել են ինչ-որ հրել, թե ինչ անել, ինքն էլ պատասխանել է, այդքան։ Դուք քանի ժամ եք այստեղ նստածույցի մասնակցելու, նստելու եք, ճիշտ հասկացանք։ Կփորձեմ մի փոքր գործ ունեմ, կգամ անպայման, կմիանամ նստածույցին։ Ձեր պահանջը շարունակում է նույնը մնալ հանդիպում Վարդապետյանի հետ։ Այո, այո։ Եղավ, շնորհակալ եմ։ Բայց աշխատանք չեք կտրել։ Ես կտրվելու եմ աշխատանքից, հիմա պիտի որոշ ժամանակով կբացակայեմ, մի քանի ժամ, հետո նորից կգամ։ Հոգեկան հիվանդին Դե պարզ է արդեն ինչ ասեմ, դե լավ։ Հայաքվե նախաձեռնության անդամ Սայդայի հետ։ Սայդան
պատերազմների մասնակցի կին է, անչափահաս երեխաների մայր, թողել է երեխաների եւ այսօր նստացույց է իրականացնում։ Սա ինչքան եք պատրաստում, քանի օր, քանի ժամ նստել եւ այլն։ Նախ շնորհակալ եմ, որ արձագանքել եք մեր խնդրին եւ ինչպես միշտ լուսաբանում եք մեզ հուսող հարցերը։ Այս պայդրությամբ նախատեսել ենք իրականացնել 1 շաբաթ շարունակ ժամը 11-ից մինչև ժամը 8-ը։ Նստացույցը սկսում եմ ինքս մենակ եւ խնդրում եմ, կոչ եմ անում այն մայրիկներին, ովքեր անտարբեր չեն Դավիթ Մինասյանի կյանքով, միանալ, գալ, նստել, աջակցել, մի քանի րոպեն անգամ մեզ համար մեծ նշանակություն կլինի։ Ինչ եք պահանջում գլխավոր դատախազից նստացույցը։ Գլխավոր դատախազին օրեր առաջ ուղարկվել է։ Գլխավոր դատախազից ինչ եք պահանջում։ Գլխավոր դատախազից պահանջում ենք անաչառ քննություն, թույլ տալ Դավիթի բուժումը անցկացվի տանը եւ իր ընտանիքի հոգատարության ներքո, եւ այս պայդրությամբ շատ քրիտիկական է նաեւ Դավիթի իրավիճակը, թույլ տալ ստանալ լիարժեք բուժում եւ փոխվի այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են։ Մենք գիտենք, որ Դավիթը մեղավոր չի եւ այս պայդրությամբ փորձում ենք մոբիլիզացիա անել եւ ներգրավել շատ մարդկանց այս հարցի շուրջ ուշադրություն գրավելու համար։ Տեղեկություն կա, որ Դավիթին ուզում են տեղափոխել քրեակատարողական հիմնարկներից ի վիճակի, որովհետև բժշկական հետազոտություններով գանգ ուղեղային վնասվածք եւ ուղեղի ցնցում էր մոտը տիկնապահի հարվածից հետո։ Շատ վատ է իրականում Դավիթի իրավիճակը, այնպես չի, որ ինքը մանկողնուց վեր կացավ, կկարողանա տեղափոխել քրեական կատարողական հիմնարկ, մեր նպատակը նաև դա է խոչընդոտել, որպեսզի Դավիթը ստանա լիարժեք բուժում հիվանդանոցում մինչև այն պահը, որ ի վիճակի կլինի ենթարկվել դատախազության հրամանին։ Սաիդա, գլխավոր դատախազը դատախազությունը անցած շաբաթ մերժեցին ազատ արձակել։ Այդ դեպքում այստեղ նստացույցը ինչքանով կփորձի փոխել նրանց տեսակետը։ Իրականում շատ լիահույս եմ, որ հնարավորություն կունենանք ազդել իրավիճակի վրա, այստեղ միայն նպատակային է, որ շատ մարդիկ ներգրավեն, երբ որ դու մի խնդրի շուրջ կարողանում ես շատ մարդկանց մոբիլիզացնել եւ խնդիրը բարձրաձայնել, հնարավորությունը մեծանում է, ընտանիքը զգա, որ ինքը մենակ չի, Դավիթը երբեմն հարցնում է, իսկ ինձ հիշում են իմ մասին մարդիկ հոգ են տանում, այսինքն ես ուզում եմ այս մեսիջը հասնի հիվանդանոց, հասնի Դավիթին, հասնի ընտանիքին, որ իրենք զգան մենակ չեն եւ ես միշտ այն սկզբունքով եմ առաջնորդվում, այսօր Դավիթն է, վաղը մենք մեր յուրաքանչյուր երեխա կարող է հայտնվել իրավիճակում եւ մենք էլ ապահովագրված չենք, այնպես որ հիմնական նպատակը նա է ստանալ անհրաժեշտ բուժումը հիվանդանոցում եւ փաստաբանները ավելի մանրամասն կներկայացնեն ինչ վիճակ է Դուք կադրերը տեսել եք։ Այո։ Դե գիտեք իրավապահները ինչ են ասում, նաև վարչապետն է նկատում, որ իր անվտանգությունը պետք է հսկվել է եւ այդ տղայի վրա բեջ կախած չէր, որ հասկանային, որ 18 տարեկան է, խնդիրներ ունի եւ այլն։ Նույն ձև կպատասխանեմ իրենց ոստիկանության կամ քաղաքացիական հագուստով ոստիկանի վրա կախված չէր բեջ, որ մենք իմանայինք, որ ինքը ոստիկան է եւ մոտ չգնայինք Փաշինյանին։ Հետո այնտեղ այնպիսի վիճակը, որ եկեղեցիում չեմ կարծում լինի ինչ-որ մեկը, որ պատրաստ էր ինչ-որ վնաս հասցնել Փաշինյանին, ավելի շատ մենք կմտածենք այնտեղ գտնվող մարդկանց մասին, քան իր առողջության մասին։ Երեխաների մասին ով հոգ պիտի տանի, Սաիդա։ Երեխաների մասին այս ընթացքում բաղ է Կամ ձեր գործերից կտրվում եք ցուրտ։ Հա, շատ ցուրտ է, բայց ես ինձ ամեն վարքյան պատկերացնում եմ Դավիթի մայրիկի տեղում 4 բալիկներին իհարկե մեծ երեքին մակապարտեզ, արդեն շփոթվում եմ, երեքին դպրոց, մեկին մակապարտեզ եւ տատիկները հոգ կտանեն հորաքույրը, ինչպես որ միշտ աջակցում են ինձ, իհարկե շատ դժվար է, բայց այլ տարբերակ այս պահին չեմ տեսնում, որպես մայր իմ աջակցությունն եմ հայտնում Դավիթի մայրիկին։ Մնալու եք։ Այո։ Ուզում եմ անդրադառնանք այս պահին Դավիթի վիճակին եւ ինչ գիտեք այս պահին։ Գիտեմ, որ վիճակը էլի շատ վատ է, իհարկե ձեռքերի կապտուկները եւ այլն դրանք անցել են, բայց այն որ ինքը իրեն լավ չի զգում, այդ սալջարդ է, ուղեղի
ցնցում է ստացել, դա արդեն մեծ խնդիր է եւ երկարատև բուժման արդյունքում կկարողանանք արդյունք տեսնել։ Այնպես որ Դավիթը Էսպայի միանշանակ պետք է մնա դա հիվանդանոցում։ Որտեղ եք նստելու Սաիդը։ Այստեղ են թույլ տալու նստել, հուսով եմ, թույլ կտան եւ աթոռ տեղադրել եւ եթե դեմ չեն լինի մեկ ցուցանակ գոնե Դավիթից, որպեսզի մարդկանց ուշադրությունը գրավեն։ Հա, շնորհակալ եմ շատ։ Շաբաթվա մասով էլի հարցը, ինչ որ հատուկ բան կա, որ հենց Մեկ շաբաթ մինչև 17-ը դուք գիտեք նախատեսվում է, դրա համար մենք այստեղ ենք լինելու մեկ շաբաթ շարունակ, իսկ ընթացքում ընթացքը ցույց կտա։ Եթե ինչ որ իրավիճակ փոխվի, որ մեզ գոհացնի, մեկ շաբաթ չենք նստի։ Եթե չգոհացնի, ապա միանշանակ մեկ շաբաթ։ ասում են, որ Փաշինյանն ասաց, որ չգիտեին, հա, որ երեխայը չգիտեին, որ առողջական խնդիրներ ունի, հիմա արդեն գիտեն այդ ամենը, ինչ են շարունակում իրեն քրեակատարողական հիմնարկներով որոշում բայց Այնքան բաց հարց եք տալիս։ Այդ հարցին երևի անգամ իրենք չեն կարող պատասխանել։ Ուղղակի, եթե ինքը այդպիսի հավատացյալ մարդ է, հավատում է Աստծուն եւ եկել էր աղոթելու սիրտը բանալու Աստծո առջև, այս բաղարիում ես կոչ եմ անում իր գթությանը, եթե ինքը այդքան աստվածավախ է, ավելի մեղ վարվեն Դավիթի հետ եւ թույլ տան գոնե տանը իրականացնեն բուժումը եւ հոգ տանի մայրիկի իր մասին։